հարցազրույցի եմ հրավիրել Տեր Դավիթ Քահանային, շնորհակալ եմ։ Տեր Հայր, այսօր տոն էր մեր եկեղեցում, ես կխնդրեմ անդրադառնաք տոնի կարևորությանը, արժեքին, հա ներկայացնեք մեր ժողովրդին, ինչ տոն, ինչ արարողություն իրականացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խնդրեմ։ Այսօր Գյուտ խաչի տոնն է, այն տոնը, երբ որ Քրիստոսի խաչապայտը, որը երկար ժամանակ չէին կարողանում գտնել, որտեղ Երուսաղեմը 71 թվականից եղել է կործանված եւ աստվածային հրաշքով գտնվել է Տիրոջ խաչի մասունքները, բժշկություններով, մեծապես հրաշքներով եւ այդ տոնը դրոշմվել է եկեղեցու ինքնության մեջ, որպես Տիրոջ խաչը գտնելու, պանծացնելու եւ դրանով ապրելու կարևորագույն օր մեր կյանքում։ Եվ այսօր նաև խաչի մասունքն է դուրս բերվել, հա? Այո, այսօր դուրս է բերվել հենց այն մասունքը, որը 3-րդ դարում գտնվել է, այդ նույն մասունքը նաև հասել է Հայաստան, մի փոքրիկ հատված եւ պահպանվել է Սուրբ Էջմիածնում եւ այսօր դուրս է բերվել, որպես ժողովուրդը կարողանան օրհնություն ստանան եւ առնչվեն այդ սրբությանը։ Այսօր Մայր Աթոռ Էջմիածինը, ինչպես միշտ, այսօր եւս բազմամարդ է, կային նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ, բայց մեր հոգում, բոլորիս հոգում կար մեծ նաեւ մտահոգություն, այսպես տագնապ այն ամենի առնչությամբ, որ տեղի ունենում մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Դուք ինչպես եք գնահատում, վերլուծում այս ամենը, ինչ հարվածներ են մեզ գալիս, սրանք դրսից պատվիրված հարվածներ են, սրանք փորձությունների միջով է անցնում հայ եկեղեցին եւ հայ ազգը, ինչպես եք դուք այս ամենը գնահատում, մեկնաբանում։ Տեսեք, սա այսօրվա եւ երեկվա խնդիրը չէ, այսինքն մենք արդեն ականատես ենք եղել դեռևս 2018 թվականից, որ եկեղեցին տվյալ կառավարության համար խնդիր է հանդիսացել եւ ինչպես գրեթե բոլոր երկրներում կա որոշակի փորձ եկեղեցին դարձնել պետական կառույցի մի մաս, թե դրական, թե բացասական իմաստով, հայ առաքելական եկեղեցին, որը ունի մեծ հեղինակություն, թե պատմական, թե ներկայիս, դիտարկվել է հաճախ որպես մրցակցության դաշտ կառավարության համար եւ փորձեր են արվել տարբեր տեսակ թե հեղինակազրկել, թե ենթարկեցնել։ Եվ երբ որ այդ բոլոր հարվածները եւ փորձերը չեն հաջողվել, գնացել են արդեն ծայրահեղ քայլերի, ինչը մենք այսօր տեսնում ենք Հովանավանքում տեղի ունեցել կարգալույծ արած քահանայի պատարագ, որ հատուկ շեշտադրվել է այնտեղ ամբողջ կառավարական ապարատի ներկայությունը նպատակ հետապնդելով ոչ միայն տկարացնել, այլ պարակտում մտցնելու եկեղեցու մեջ, այսինքն բնականաբար կարգալույծ արված քահանան չի կարող պատարագ պատրաստել, այն վավերական չէ, ինչպես եւ մնացած արարողությունները դասվել է աշխարհականների կարգին, ինչպես ցանկացած աշխարհական մարդ կարող է աղոթքանել, բայց իրավունք չունի կիսակատարելու, այդպես եւ կարգալույծ արած հոգեվորականը, որովհետեւ դա եկեղեցու խորհրդի արդեն դեմ է գրվում, ոչ միայն ինչ որ անձերի կոնկրետ, այլ ընդհանրապես եկեղեցու խորհրդի դեմ, եւ դա հատուկ կառավարության կողմից շեշտադրվում եւ քարոզվում է, որպեսզի ստեղծել եկեղեցու մեջ եկեղեցի։ Այսինքն կաթողիկոսությունը ուզում է թևերի բաժանել, հա, նոր իր համար ընդունելի, այսպես թև է ուզում ստեղծել Նիկոլ Փաշինյանը մեր եկեղեցու մեջ։ Թե ինչ է ուզում ստեղծել դժվար է ասել, այսինքն այդ հարցերը արդեն պետք է իրեն ուղղել, բայց նախ եւ առաջ դա հարված է, որը պարակտում է։ Այսինքն այդ պարակտումը մտցնելով տկարացնում ես, բաժանում ես համայնքը սևերի, սպիտակների, այսինքն այն հատվածը, որը քեզ չի ենթարկում, հավատանքների, վարկաբեկումների, տարբեր տեսակի հարվածների ես հասնում, որպեսզի մնացած հարվածը քեզ ենթարկվի եւ եթե դա արդեն դառնա մեծականակ շարժում, դա արդեն հավակնում է դառնալ հակաթոռ
եկեղեցի, Հերետիկոսություն է դա։ չէ, Հոգևորացում։ հերետիկոսությունը դա դավանանքի շեղումն է, դա կոչվում է հերձված։ Այսինքն որ հերձվում է եկեղեցին, եթե մարդիկ պահպանում են նույն տիսակատարություն, նույն հավատքը, բայց բաժանում են մտցնում, դա կոչվում է հերձված եւ հերձվածող։ Նման դեպքեր շատ են եղել պատմության մեջ, իրենք այդպես կղզիացել եւ ոչնչացվել են ժամանակի ընթացքում ինքնահոս լինելով, որտեղ եկեղեցին անսասան է մնացել, շարժումները թե հերձվածների, թե հերետիկոսությունների տեսքով գնացել եկել են։ Այս նույնը լինելու է այս պարագայում, ուղղակի չափազանց ցավալի է, որ այն պատարագը, որ կարող էր իրապես կատարվել, իսկ մենք տեսանք, որ շատ մարդիկ գնացել են կարծես թե ինչ-որ մի լավ արարողության պատարագի, բայց իրականության մեջ հակառակ նպատակով։ Եթե այդ ամբողջը արվեր իրական նպատակով, եթե Տերարամը դուրս եկած չլիներ եկեղեցու դեմ, եթե այդ ամբողջ չկատարվեր եւ այդ ամբողջ վարչական ռեսուրսը գար եւ մասնակցեր իրական պատարագի, իրապես ծնկի գային, իրապես հաղորդվեին, մենք շատ հզոր ազգ կլինենք։ Բայց այն ուժերը, որոնք չեն ուզում, որ մենք լինենք հզոր ազգ, դրանք արտաքին ուժեր են։ Լինի Թուրքիան, լինի այլ ուժերը, չեն ուզում, որ մենք լինենք հզոր ազգ, այդ պատճառով մտցնում են պառակտումներ իրենց տարբեր մարդկանց միջոցով, եւ այդ պառակտումները նպատակ ունեն մեզ տկարացնելու, բսկտելու, ավելի ջուրին տիրելու համար։ Եվ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այսօր կարող եմ ասել, եւ փաստերն են դա ցույց տալիս, օտարի ջրաղացին ջուր է լցնում, դուրս աշխարհը որոշակի ուժեր հայի հզորությունը չցանկացող հենց իր եւ իր թիմի այդ փոքրիկ խմբակի ուժերով փորձում է մեր երկիրը, մեր ժողովրդին պառակտել։ Ուզում եմ որպես հոգեվորական հետեւյալ հարցին անդրադառնալ։ Նախկին հոգեվորական այսօր կարգադույց արված Ստյոպա Ասատրյան անունով այդ անձը ամեն դեպքում եղել է ինչ-որ մի փուլում հոգեվորական եւ ինքը շատ լավ հասկանում է ինչ է նշանակում երբ որ այլևս ինքը կարգալույց է արված, բարձրանալ խորան։ Այդ գիտակցումը, հա, ես ուզում եմ դա հասկանալ, ինքը ահ չունի, ինչպես ասում են, Աստծուց ահ չունի, որ երրորդ դարից կայացված այդ հոգևոր խորհրդի, հա, երրորդ դարից է, չէ, եկել այդ որոշումը կարգալույց արվելու նաև, ինքը այդպես շատ հանգիստ կարողացավ մերժել, շատ հանգիստ կարողացավ կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, ինքը չի զգում, չի գիտակցում հոգևոր տեսանկյունից այդ վտանգը, սա մեկ, իր անձի հետ կապված, եւ երկրորդ, ինքը չի գիտակցում, որ իր հետևից երբ որ տանում է մարդկանց, այդ մարդկանց համար է հոգևոր տեսանկյունից եւս ինքը շատ վտանգավոր բան անում, նրանց հոգու համար է վտանգավոր անում։ Ես շատ կուզեմ, որ դեզանից լսեմ մեկնաբանությունը այս առնչությամբ, խնդրեմ։ Բնականաբար իր անձի հետ կապված այս նույն հարցերը իրեն պետք է ուղղել, որպեսզի նա կարողանա բացատրել, թե նա ինչ է զգում, արդյոք նա ինչ որ բանի միջոցով ոտնահարելով է հասել, թե դա իրապես իր գաղափարներն են։ Մենք չենք կարող մտնել մարդուցներ, սև իրեն այդպես քննել եւ զննել։ Հոգեոր կյանքում, գիտեք, եթե մարդը կամավորապես ընտրում է սխալ ճանապարհը, նա շատ հեշտությամբ ընկնում է այդ մեծ փոսը։ Երբ որ մարդը պատարագ է մատուցում, երբ որ նա Աստծո առաջ է, եթե նա կամավորաբար գործում է մեղք, այդ մեղքը իրեն տանում է դեպի անդունդը, որից նա արդեն կարող է ամեն ինչ անել։ Այսինքն, եթե նա այսինչ գիծը անցել է, մնացած գծերը անցնելը արդեն իր համար խնդիր չէ։ Ինչ վերաբերում է պատասխանատվության ժողովրդին, իրապես դա շատ ավելի մեծ ցավալի խնդիր է, որովհետև այն մարդիկ, որոնք վստահում են հոգևորականին, ոչ միայն իր անձին են վստահում։ Այս հագուստ, այս խաչը մեզ հասել է 2000 տարվա պատմության նահատակությունների, պայքարի, մակարոնների մենք դա կրում ենք եւ ոչ թե մեր անձն են մարդիկ հարգում եւ հետեւում, այլ հետեւում են այդ ամբողջ իրականությունը, որ մենք կրում ենք, մենք դրա կրողներն ենք։ Եվ դա վերագրել սեփական անձին եւ դա օգտագործել
ժողովրդին այս կամ այն կողմ տանելու համար կարծում եմ դա հարիր չէ քրիստոնեական մտածողությանը, քրիստոնեական վարքի։ Առավոտ շուտ ժամը 9-ի հատվածում 21 հոգևորականների Արագածոտնի մարզի քննչական կոմիտեն կանչել էր իր մոտ։ Շատ կարևոր նամակ-հայտարարությամբ էին նրանք հանդես եկել, որ չեն կարող գնալ, որովհետև պատարակներ են անցկացնում տարբեր եկեղեցիներում մարզի։ Լուր ունեք այս առումով։ Ես ճիշտ ասած նոր եմ դուրս եկել պատարակից, այդպես դեռևս տեղյակ չեմ, որ իրենց հետ կապ հաստատեմ արդեն։ Եվ փաստորեն սա կարծեմ պիտի որ պատարակ մատուցեին իրենք։ Եվ սա եւս մի քայլ է հոգևորականների դեմ, այսինքն մեր եկեղեցու դեմ ավելի ճիշտ։ Բացի այդ, դա եկեղեցու ոչ այդ ոստիկանությունը ընկել է, աղածան ընկել է մեր եկեղեցու հայրերի հետևից։ Դա ոչ միայն, այսինքն եկեղեցու հետ կապված խնդիր է, դա խնդիր է ուժային կառույցների եւ արդարադատության համակարգի ընդհանրապես, որտեղ եթե դա ենթարկվում է մի անձի առանց ինքնավար լինելու, առանց անկախ մտածելու, այսինքն եթե ուժային կառույցները գործում են կմահաճույքի համաձայն, ուրեմն նշանակում է, որ Հայաստանում չկա ոչ մի համակարգ։ Այսինքն այն ինչ որ ուզում են անել եկեղեցու հետ, որպես եկեղեցին դառնա հլու հնազանդ կամակատարը մեկ անձի որ հայտարարեց, որ ես եմ կառավարությունը, այդ ամենը փաստորեն արդեն իրագործվել է թե ուժային կառույցների պարագայում, թե արդարադատության համակարգում, թե այլ ոլորտներում, ինչը մեծ դժբախտություն է։ Եվ ամփոփենք, դուք որպես հոգևորական զգում եք, որ հայ ժողովուրդը իր եկեղեցու կողքին է։ Սա ամենակարևոր հանգամանքն է։ Զգում եք այդ ուժը, թիկունքը, հա։ Մեր ժողովուրդը բնականաբար եկեղեցու կողքին է, նույնիսկ այն մարդիկ, որ շատ գիտելիք եւ պատկերացում ունեն, իրենց արյան մեջ։ Ուղղակի այստեղ խնդիրը եկեղեցու կոնցեպտի հիմա այն մարդիկ եւս ասում են, որ մենք հանուն եկեղեցու ենք պայքարում։ Այսինքն մոլորեցնելու այդ կետը հենց այնտեղից է գալիս, որ այստեղ էլ եկեղեցի, այնտեղ էլ է եկեղեցի։ Իդեպ կներեք Փաշինյանն էլ է այդպես հանդես գալիս, ասում է ես եկեղեցու հետևորդ եմ, բայց անում է հակաեկեղեցական քայլեր։ Հիմա այն մարդիկ, որոնք իրենց հետևում են, իրենց կարծում են, որ իրանք եւս հանուն եկեղեցու փրկության են պայքարում եւ այստեղ է խապկանքը։ Այսինքն այն գիտակցումը, որ եկեղեցին հստակ կառույց է, հստակ ձևով է առաջնորդում, շատ մարդկանց մոտ չկա, շատ լղոզված է եկեղեցու գաղափար, այս պատճառով իրենք կարող են եւս լինել իրանց մտքում եկեղեցու կողքին, բայց ոչ թե մայրաթորում, այլ հովանավանքում։ Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Այդ մարդիկ ասում են եկեղեցին ինքնին ներսում պիտի փոխվի։ Ո՞նց եք դրանց վերաբերում, որտեղ իրենք ասում են մենք հո եկեղեցու դեմ չենք պայքարում։ Տեսեք, այս տեխնոլոգիան էլ է, հա, օգտագործում։ Մենք անձերի դեմ ենք կռիվ տալիս, այդ անձերը սխալներ են արել, պիտի հեռանան։ Բայց դա հեռացնողը նաև հոգևորականին դա աշխարհիկ իշխանությունն է, ունի այդ իրավունքը, ի վերջո սահմանադրությամբ եւս չունի, չէ, այդ իրավունքը։ Մենք պետք է մեր ժողովրդին հասցնենք, չէ, այդ գիտակցումը, որ այստեղ բոլորին ուրիշ կռիվ է։ Այս կռիվը ավելի խորքային է եւ ոչ թե 1, 2, 3 հոգեվորականների կամ վեհափարի դեմ, սա մի ամբողջ ժողովրդի հոգեվոր արժեքի եկեղեցու դեմ է։ Այս գիտակցումը կարողանում եք հասցնել որպես հոգեվորական նաեւ։ Իրականում, եթե մենք պատկերացնենք, որ կարող է այսօրվա հասնենք, դա պիտի շատ վաղուց արվեր։ Այդ գիտակցման հասնել, այդ հարցում մենք այլևս ուշացած ենք։ Այո, այսօր եւս պիտի բոլոր հնարավոր միջոցները օգտագործեն, որպես այդ գիտակցումը մարդկանց մեջ լինի, թե ինչ է եկեղեցին, ինչպես է դա լինում եւ այդ պայքարի խորքում արդյոք այն մարդիկ, որոնք այսօր միգուցե իրենց կյանքում առաջի անգամ պատարակի են մասնակցել, գնացել են հովանավանք, որոնք բացարձակապես կապ չեն ունեցել ոչ եկեղեցու հետ, ոչ քրիստոնեության, ոչ էլ առաքելական եկեղեցու հետ, արդյոք այդ անհաղորդ մարդիկ ազնիվ մղումներով է, որ մտել են այդ իրենց ասած պայքարի մեջ։ Ըստ երևույթին դա աբսուրդային է։ Դա կասկածելի է, որ ազնիվ մղումներով է, որովհետև արդեն տեղեկություններ կան, որ մարզերից պարտադրել, բերել են դպրոցների, մանկավարժներ են պարտադրել, մանկապարտեզների անգամ աշխատողների են պարտադրել, իսկ ժողովրդին այսպես շահագրգռել են, թե տեխնիկա կտրամադրեն, օրինակ կարկտի դեմ պայքարի։ Այսինքն մենք գործ ունենք բոլորովին այլ մի այդ երևույթի հետ եւ կուզեմ, որ ճիշտ հետ այսու գնահատենք եւ եկեղեցին
եւ մեր հավատավոր ժողովուրդը, որպեսզի միասնական լինի այդ պայքարը։ Եվ վերջում ձեր խոսքը ուղղված մեր ժողովրդին եւ ավարտենք։ Ժամանակն է արթնալու եւ որոշելու, թե դու գետի որ կողմ ես։ Կամ այստեղ ես, կամ այնտեղ, այլևս միջին վիճակ չկա, չպիտի լինի։ Եթե դու չես կեսում այն գաղափարները, որոնք կարոզվում են իշխանական ապարատի կողմից, ապա դա պիտի արտահայտվի։ Նույնիսկ անկախ մարդու անձնական հավատքի ընկալումից եկեղեցին ունի նաև մեր ազգային ինքնության անբաժանելի բաղադրիչ է, եւ եթե մենք դա այսօր չպահենք, մենք չենք ունենա փոխանցելիք հաջորդ սերունդներին եւ այդ աղավաղված ինքնությունը կարող է մեծ պատուհասների բերել, ըստ ժամանակն է արթնանալու եւ կայացնելու որոշումը։ Շնորհակալ եմ շատ։